Ես ողջունում եմ գործարար ալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ, թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր բոլոր հաղորդումները։ Այս պահին մենք թարմ ուղեղով զրույցն ենք սկսում, մեր տաղավարում Տարոն Սիմոնյանն է, ով նախկին պատգամավոր է եւ իրավաբան, բարև ձեզ, պարոն Սիմոնյան։ Բարև ձեզ։ Շատ երկար ժամանակ է անցել, ինչ դուք եղել եք մեր տաղավարում, բայց այդ իրավաբանության նաև ձեր մասնագիտական կարողությունները այսպես քաղաքականությանը համադրելով կարծում եմ շատ հետաքրքիր զրույց կունենանք։ Այսօր որոշել ենք փիլիսոփայել մի քիչ պետության մասին եւ քանի որ աշխարհակարգը կարծես թե փոխվում է եւ բոլորը դրա մասին են խոսում, մենք էլ այդ աշխարհակարգում բավականին փոքր կետ լինելով կարևոր է հասկանալ փոքր պետությունների դերը իրականում այս փոխվող կարգերին զուգահեռ մեր օրինակը վերցնելով փորձենք առհասարակ հասկանալ թե մեզ հետ ինչ կարող է տեղի ունենալ եւ ինչ դեր ու նշանակություն ունենք։ Շատ բազմաշերտ հարց եք բարձրացնում, որովհետեւ աշխարհակարգերը միշտ էլ փոփոխվել են եւ փոփոխվելու են, պարզապես հիմա մենք այնպիսի հետաքրքիր անցումային փուլում ենք գտնում, որ ոչ միայն աշխարհակարգերն են փոխվում, այլ նաև շատ այլ կարգեր, որոնք ուղղակիորեն եւ անուղղակիորեն ազդելու են հետագա կյանքի վրա։ Տեսեք, սկսած, եթե վերջին ժամանակահատվածը վերցնենք մարդկության պատմության Վեստֆալյան ժամանակաշրջանից սկսած, 17-րդ դարից սկսած, աշխարհակարգը փուլային փոփոխությունների մեջ է գտնվում։ Մեզ ավելի մոտ կարծես թե Նապոլեոն Բոնապարտից հետո 1815 թվականին աշխարհակարգի նոր կանոններ սահմանվեցին, որը խախտվեց Ղրիմի պատերազմի շրջանակներում 1854 թվականներին, նոր աշխարհակարգ եղավ հետո 1877 թվականին Բերլինյան կոնգրեսի 77-78 թվականին Բերլինյան կոնգրեսի շրջանակներում նոր աշխարհակարգ, հետո առաջին աշխարհամարտից հետո 1918 թվականին էլի անցումային, բայց էլի նոր աշխարհակարգ, այնուհետև երկրորդ աշխարհամարտից հետո էլի նոր աշխարհակարգ, 45-46 թվականին ՄԱԿ-ի կանոնադրության ներքո գրված աշխարհակարգ, եւ հիմա էլի անցումային աշխարհակարգում են գտնվում, բայց որը սկսվել է կարելի ասել Խորհրդային Միության փլուզումից հետո, այսինքն մենք գտնվում ենք դանդաղ փոփոխությունների փուլում, որը 20-ական թվականներին արագացավ։ Կուտակվեց։ Ինչը արագացրեց process-ը։ Տարբեր գործընթացներ արագացրեցին, դա եւ քաղաքական կոմպոնենտներ, երբ որ արկա քաղաքական միջավայրը այլևս ունակ չէր կառավարվելու արկա իրավական գործիքներով, հա 45-46 թվականին գրված իրավական գործիքները բավարար չէին սպասարկելու արկա քաղաքական միջավայրը, որովհետև գեոպոլիտիկ իրավիճակը փոփոխվել էր եւ նոր խաղացողներ էին հանդես եկել, տարածաշրջանային ուժեղ խաղացողներ, օրինակ Թուրքիա, Իսրայելը, Հնդկաստանը, Չինաստանը նաև նախորդ աշխարհակարգի համահեղինակներից մեկն է, փոքր համահեղինակը, բայց էլի դեր ունի, այո, Բրազիլիան եւ այսպես շարունակ, պատահական չէ, որ 90-ականներից սկսած այս իմ նշած պետությունների զգալի մասը պահանջում են, որ իրանք էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ստանձնեն մշտական անդամի դեր։ Պլյուս մինուսով, հա, այսպես ասած։ Սա քաղաքական փոփոխություններ են, բայց դուք տեսեք նաև որ մենք գտնվում ենք նաև տնտեսական փոփոխությունների բուռն process-ում, եթե արդյունաբերական տրամաբանությամբ գնանք, արդյունաբերական հեղափոխությունների տրամաբանությամբ, մենք 4-րդ արդյունաբերական հեղափոխության փուլում ենք գտնվում։ Առաջինը դա 18-րդ դարի վերջն էր, 19-րդ դարի սկիզբը, երբ որ այդ օդամղիչներով շարժիչները սկսեցին ձևավորվել եւ մարդկային մկանները փոխանակվեցին շարժիչներով, հետո արդեն 19-րդ դարի կեսերին էլեկտրականության հայտ գալով, գնացքների հայտ գալով տարածությունը ավելի կարճացավ, էլեկտրականությունը սկսեցին այլ շարժիչներ ձևավորել, հետո արդեն 20-րդ դարի երկրորդ կեսի երրորդ հեղափոխությունը, թվային արդյունաբերական հեղափոխությունը, որը 90-ականներին մտավ յուրաքանչյուր մարդու տուն համակարգիչների տեսքով, եւ այսօր արհեստական բանականության հեղափոխությունը եւ քվանտային համակարգիչների ձևավորումը, որոնք փոխարինում են, եթե նախկինում փոխարինվում էին մարդկային մկանները աշխատանքի process-ում, հիմա փոխարինվում է մարդկային ուղեղը։
աշխատանքի process-ում եւ Պարոն Սիմոնյան, այս փոփոխությունները ժամանակ առ ժամանակ որ տեղի են ունեցել ընդմիջումներով, այդ դեպի լավն են գնում, թե դեպի վատը։ Կարող ենք մենք բնորոշում տալ այդ փոփոխություններին։ Շատերը ասում են, որ այն ինչ որ օրինակ այսօր կատարվում է, եթե փորձենք այսօրվա իրականությունը հասկանալ, դա լավ չէ մեզ համար։ Շատերը ասում են, որ պիտի մենք հնարավորություններ ստեղծենք եւ սա նոր հնարավորությունների դաշտ է իրականում, պիտի ավելի հմտանան մարդիկ։ Դուք ո՞նց եք կարծում, ինչա տեղի ունենում։ Դե տեսեք, նայած թե մենք ինչ ենք հասկանում լավ կամ վատ եզրույթի տակ, հա։ Բնականաբար, երբ որ դու փոքր ազգ ես, փոքր պետություն ես, այս փոփոխությունների այսպես կիզակետում չես գտնվում, դու դրա հետևանքներն ես քո վրա ազգում, նրանք ովքեր որ կիրառում են այս ամեն ինչը, մի փոքր մաս էլ բաժին է ընկնում քեզ եւ դու այս փոփոխությունների սուբյեկտ չես լինում, այլ օբյեկտ ես լինում, հա, այսինքն դու պաշար ես լինում այս մեծ հսկայական մեքենայի աշխատանքի համար, հա։ Դրա համար փոքր պետություններն ու ազգերը հիմնականում տուժող են լինում, եթե չեն օգտագործում առկա հնարավորությունները իրենց շահի համար։ Վերջերս մի հետաքրքիր օրինակ պատմում, հետո շարունակեք։ Ծանոթ մարդկանցից մեկով էր տաղավարում կրկին հյուր էր, պատմում էր, որ արհեստական բանականության միջոցով հնարավոր է դարձել 2 րոպեանոց մուլտֆիլմ ստեղծել, որը ոչնչով չի տարբերվում համաշխարհային ընկերությունների ստեղծած մուլտֆիլմերից, ու եթե այն ժամանակ դրանց վրա կարելի էր միլիոնավոր դոլարներ ծախսել, այսօր դա անվճար է գրեթե, ու յուրաքանչյուր նույնիսկ դպրոցականը ուսանողը կարող է դա անել, ու հենց փոքր պետությունների իմաստով եմ դա ասում, եթե մենք հնարավորություններ չունենք ֆինանսական միջոցներ տրամադրել, այս դեպքում կարծես թե աշխատում է։ Հնարավոր է, դրա համար եմ ասում, նայած ինչ ենք հասկանում լավ կամ վատի տակ, այսինքն եթե գործիքները առկա են եւ դու այդ գործիքների օբյեկտ չես, այլ սուբյեկտ ես, բնականաբար դու օգուտ կարողանաս քաղել դրանից, հա, բայց այստեղ էլի փոքր պետություններ արհեստական բանականության վերջնական արդյունքից են օգտվում, այլ ոչ թե իրենք ստեղծում են այդ արհեստական բանականության այն մեխանիզմը, որը որ ծառայություններ կարող է մատուցել, ինչի, որովհետեւ դրա համար քեզ անհրաժեշտ է մեծ քանակությամբ էներգիա, էլի ռեսուրս։ Եվ հիմա աշխարհում որ ուշադիր լինեք, ռեսուրսների պայքար է, այս գեոպոլիտիկ փոփոխությունները էլի ռեսուրսների պայքարի մասին են։ Պատահական չէ, որ Գրենլանդիայի թեման Միացյալ Նահանգները սկսեց շոշափել Կանադայի թեման, որտեղ Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի ներսում ահռելի մեծ քանակությամբ էներգետիկ ռեսուրսներ կան, որոնք հետագայում պետք է օգտագործվեն թե էլեկտրոմոբիլների կամ այլ մեխանիզմների համար եւ թե արհեստական բանականության այդ մեծ հսկայական տվյալների բազան աշխատացնելու համար։ Այս վերջերս ասացին Հայաստանում տվյալների բազա է ստեղծվում բավականին կես միլիարդ դոլարանոց։ Սա հետաքրքիր գործիք է, որի եթե հույսով եմ մինչև վերջ կավարտեն, էլի կիսատ չեն թողնի, որը թե արկա լինի, դու անուղղակիորեն փոքրիկ մասնակցություն ունենում ես այս արդյունաբերական հեղափոխության ընդհանուր գործընթացում։ Բայց էլի լավի վատի հարցին անդրադառնամ։ Տեսեք, 18-րդ դարում Ֆրանսիայի գիտությունների ակադեմիան, չեմ հիշում ինչպես էր կոչվում, կարծես հենց այդպես է կոչվում էր, մրցույթ հայտարարեց, թե արդյոք 18-րդ դարի գիտության եւ տեխնոլոգիաների փոփոխությունները դրական են անդրադառնում մարդկային բարոյականության զարգացման վրա կամ ընդհանրապես մարդու ինտելեկտի զարգացման վրա, թե ոչ, եւ մեր կողմից շատ սիրված հարգված Ժան-Ժակ Ռուսոն հաղթեց այդ դրամաշնորհը իր գիտական հոդվածով, որով հիմնավորում էր, որ տեխնոլոգիական զարգացումները ուղղակիորեն բացասական ազդեցություն ունեն մարդկային բարոյականության զարգացման վրա եւ հանրային ընդհանրապես բարոյականության զարգացման վրա եւ հիմնավորել էր գիտականորեն։ Որն է հիմնավորումը։ Եթե փորձենք մի քանի նախադասությամբ այսպես ներկայացնել։ Մի քանի շերտերով էր հիմնավորում, հիմնական շերտը այն ճանապարհներ վերցրել գիտնականը, որ ցանկացած տեխնոլոգիական հնարավորության զարգացում գործիք է դառնում մարդկանց համար, ովքեր որ չունեն այնքան ինքնատիրապետման, ինքնազարգացման, այսպես մակարդակ, որ կարողանան այդ գործիքները ճիշտ ճանապարհով օգտագործեն։ Եվ դրա համար էլ օգտագործվում է սխալ ճանապարհ։ Օրինակ, տեսեք, մենք համացանց ենք ստեղծել, մենք չէ, Միացյալ Նահանգները ժամանակին թվային հեղափոխությունից հետո 90-ականներին համացանցը ստեղծեց, եւ հիմա մեր քաղաքական դաշտում ինչ է կատարվում։ Այսինքն ինտելեկտուալ ցածր
գիտակցություն ունեցող մարդիկ, ովքեր նաև քաղաքական իշխանություն ունեն, համացանցը օգտագործում են բարոյական գահավիժում ապահովելու համար հանրության, հա։ Այնինչ հակառակ էֆեկտը։ Հակառակը պետք է լիներ, այսինքն դու համացանցը պետք է օգտագործես մարդկանց կրթություն տրամադրելու, մարդկային դաստիարակություն ապահովելու համար, մինչդեռ հիմա հակառակն է գնում, այսինքն անգամ հայհոյախառն արտահայտությունները ամենաբարձր մակարդակով տարածվում են հանրության մոտ եւ դա խրախուսվում է։ Եվ դա սովորական է նաև դառնում, այդ սովորականն էլ է, չէ, վատ տեղ տանում։ Միանշանակ։ Երբ հանրությունը սկսում է նորմալ նայել այդ բոլոր, այսպես շղթայաբար իրականացվող process-ներին, ի՞նչ է տեղի ունենում հետո։ Դուք կարող եք հիշել 4-րդ, 5-րդ դարում հռոմեական կայսրության անկումը։ Հռոմեական կայսրությունը անկում չապրեց զինված ուժերի հարձակումների հետևանքով, դա հետևանքն էր։ Պատճառը թաքնված էր բարոյականության խեղման մեջ եւ այդ խեղված բարոյականությունը սովորական կենսաձև դարձնելու մեջ։ Եթե դուք 4-րդ, 5-րդ դարի հռոմեական գրողներին, հիմնական հունական ցակմամբ հռոմեական գրողներին կարդաք, կհասկանաք, թե ինչ էր կատարվում եւ մի հետաքրքիր էսպես խոսք էլ կա, որ երբ որ մարդիկ հատկապես էլիտաները, ղեկավարները սկսեցին տարվել երգով, երաժշտությամբ եւ հաճույքներով, այդ թվում նաև ոչ այդքան բարոյական հաճույքներով, չմնաց այն հենասյուները, որի համար մարդիկ կպայքարեին հռոմեական կայսրությունը պահելու համար։ Եվ մարդկանց մեծ քանակությունը հիմնականում էլիտաները, հիմնականում զինվորականները սկսեցին տառապել հաճույք ստանալու ցանկությամբ, անգամ բարոյականության անկման հաշվին։ Մոլուցքային է դա։ Մոլուցքային է, այո։ Արդյունքում արդեն հռոմեական կայսրությունը չդարձավ այն լույսը, որին ձգտում էին, որ այն արժեքը, որը պետք է պահպանվեր, եւ գնալով քիչ-քիչ արդեն մի քանի տասնամյակ հետո նախ ստացանք հռոմեական կայսրության երկատումը, բաժանումը, իսկ հետո արդեն գերմանական ցեղերի կողմից նվաճում։ Նա գիտության մեջ 19-րդ, 20-րդ դարում կա այսպիսի ուղղություն, հեդոնիզմ է կոչվում, որի իմաստը այն է, որ մարդկային երջանկությունը հիմնականում պայմանավորված է հաճույք ստանալու մոլուցքով, եւ այսօր 21-րդ դարում հեդոնիզմը ահռելի մեծ այսպես տարածում է ստացել, մարդիկ չգիտակցելով տառապում են հեդոնիզմով։ Մարդկային կյանքի իմաստը պայմանավորելով բացառապես հաճույք ստանալով, եւ այն էլ կենսաբանական հաճույք, ոչ թե հոգեբանական հաճույք ստանալով։ Քարոզվում է դա։ Եվ դա քարոզվում է ամենաբարձր մակարդակով։ Արժեքներից նաև կուզեմ խոսենք, այդ դուք նշեցիք, որ այսօր նաև կարևորը շատ ռեսուրսներին են առաջնահերթություն տալիս խոշոր եւ մեծ դերակատարում ունեցող երկրները հատկապես դրան զուգահեռ էլ ինչն է արժեքային համակարգում նաև մեզ համար կարևոր այդ արժեք հասվածը միայն այսպես գումարի տեսքով չհասկանանք հիմնական գաղափարախոսության տեսքով այս նոր աշխարհակարգի փոփոխման շեմին ինչ նոր արժեքներ են ձևավորվել եւ ինչն է որ հետին պլան է մղվել Մենք գտնում ենք ոչ թե ձևավորված արժեքների հետ գործ ունենալու միջավայրում, այլ ձևավորվող արժեքների հետ, հա, այսինքն մենք քանի որ անցումային փուլում ենք գտնվում, անցումային փուլում կան կանոններ, որոնք գործում են բացառապես անցումային փուլերում, եւ որովհետեւ մենք հասկանանք, մենք պետք է յուրացնենք անցումային փուլը ուսումնասիրելու մեթոդաբանությունը։ Գիտության մեջ դա կոչվում է համալիր համակարգերի տեսություն, սիներգետիկական մեթոդաբանություն, որը փորձում է քաոսային համակարգերի ներքին օրինաչափությունները բացահայտել այն կանոնները, որոնցով գերարագ զարգացում է տեղի ունենում։ Հիմա դրա համար շատ վաղ է ասել, թե ինչ արժեքների հետ մենք գործ կունենանք 10 տարի հետո, բայց կարող ենք ասել ինչ արժեքներ են թիրախավորվել այսօր։ Որոնք են։ Այն բոլոր արժեքները, որոնք միավորում են մարդկանց։ Ինչի, որովհետև անցումային փուլում միշտ նախորդ համակարգերը պիտի փլուզվեն, նոր համակարգեր ձևավորվեն։ Նախորդ համակարգերը փլուզելու համար անհրաժեշտ է այն սոսինձները կազմաքանդել, որոնցով մարդիկ միմյանց հետ կապված են լինում, հա։ Հայկական հանրությունում դա հավատքն է, իդեմս առաքելական եկեղեցու, ընտանիքն է, ընտանեկան արժեհամակարգերն են եւ խորքային բարոյականությունն է։ Բան չի մնացել։ Տեսեք, եթե ուշադիր նայեք, բոլորը հերթով գտնվում են թիրախի ներքո։ Սփյուռքի պարագայում, տեսեք, մեր մոտ ցեղասպանություններ, չէ՞, ասենք, երբ որ հատկապես առաջին աշխարհամարտից հետո ձևավորված Սփյուռքի հետ մենք գործ ունենք, այդ մարդկանց միավորող հիմնական գաղափարը կարոտն է երկրի նկատմամբ,
եւ ցեղասպանությունը դատապարտելու եւ հետևանքները վերացնելու քաղաքականություն, պահանջատեր լինելը պահանջատիրությունը։ Դա էլ հաջորդ արժեքներ, որը էլի թիրախավորվեց եւ էլի շարունակվում է թիրախավորումը։ Արցախը, որը 90-ականների հաղթանակներ եւ մեր սերնդին միավորող հիմնական գործիքներից մեկն էր, հա։ Դե մենք երբ որ շփվում ենք, նաեւ ասում ենք հանուն Արցախի մենք պատրաստ ենք մինչեւ կյանքներս զոհենք եւ այլ եւ փաստորեն հիմա չկա այն արժեքը, որ ես, դուք եւ մյուս մեր ընկերները պատրաստ են նաեւ զոհասեղանին դնեն իրենց կյանքը, հա, այսինքն այսպիսի հերթով, քայլերով կազմակերպում է տեղի ունենում, որովհետեւ հետո նոր համակարգեր ձևավորվում։ Աշխարհակարգը ովքեր են ձևավորում, ղեկավարներն են գալիս ձևավորելու, թե ամեն դեպքում ձևավորվողի հիման վրա ղեկավարները գալիս են նոր փոփոխություններ են փորձում մտցնել։ Դա փոխպայմանավորված է, տեսեք, գործընթացները էլի գիտությունն է սրա պատասխանը տալիս, emergency այսպես տեսություններ կամ ձևավորման տեսություններ, որոնք ասում են, որ մեծ քանակությամբ գործոններ եթե մասնակցում են հարաբերություններին, ու եթե դուք մասշտաբը մի քիչ փոքրացնեք, մեծացնեք, կտեսնեք, որ մեծ քանակությամբ գործոնների հարաբերության պայմաններում որոշակի ատրակտորներ, օրինաչափություններ են ձևավորվում, ուղեգծեր են ձևավորվում։ Այդ ուղեգծերն են, որ նոր աշխարհակարգի ձևավորման հիմնական ուղենիշներն են տալիս։ Իհարկե, այստեղ մեր հանրությունը սիրում է դավադրապաշտական տեսությունների մեջ խորանալ, ասեն, ուրեմն նախկինում ինչ-որ մեկը մտածել, կեցագրել, գնացել բոլորովին չենք բացառում, որ ինչ-որ մեկը, ինչ-որ մի տեսություն է ուզեցել ապագա աշխարհում իրացնի, բայց սովորաբար այդպես չի լինում, որ գրում ես, նախագծում ես, արդյունքը ստանում ես։ Սովորաբար դա ավելի այսպես ասած մեծ քանակության գործոնների հարաբերությունների արդյունքում ինքնակազմակերպվող համակարգ է։ Որքան ազդեցություն կունենան այս կամ այն առաջնորդները այդ նոր ձևավորվող աշխարհակարգի վրա, կապված է կոնկրետ ժամանակահատվածից, կոնկրետ գործոններից, կոնկրետ ռեսուրսներից եւ այլն։ Այ ես ձեր խոսքը ընդհատեցի, երբ արժեքային համակարգի մասին էինք խոսում, դուք նշեցիք, թե ինչն է արժեք եղել Հայաստանի Հանրապետությունում հայ ժողովրդի համար, սոսինձը, որը ասացիք, բայց մենք չհասանք այնտեղ, թե դրանց ինչն է փոխարինելու գալիս։ Խնդրեմ այդ մասով էլ։ Տեսեք, ես վտանգ եմ տեսնում, բավականին մեծ վտանգ եմ տեսնում, որովհետև այն ուժերը, որոնք որ հարձակվել են եւ ոչնչացնում են այս արժե համակարգերը, ունակ չեն նոր արժեքներ ստեղծել։ Ընդհանրապես ցանկացած գործընթաց, ցանկացած անցումային գործընթաց 3 վեկտորների պայքարի մասին է խոսքը։ Գիտության էլի լեզվով եթե ասենք սինկրետիկ, սիներգիկ եւ էնտրոպիկ։ Սինկրետիկը պահպանողական վեկտորն է, որ ամեն գնով պահպանում է, որը լավ բան է, եթե չի ծայրահեղանում, որը ապահովում է լճացումը տվյալ համակարգի։ Սիներգիկը ստեղծագործական ուժն է, որը էլի լավ բան է, եթե չափի մեջ է ստեղծագործական եւ ավել, այսպես ասած, ստեղծագործական product չի տալիս, որի քանակը այսպես կարող է ուղղակիորեն տանել դեպի էնտրոպիկներին։ Էնտրոպիկները կազմաքանդող վեկտորն են, որը էլի լավ վեկտոր է, եթե ուղղված է լճացած համակարգերի կազմաքանդմանը, բայց իրենց գործը անելուց հետո նրանք պետքա հեռանան, որպեսզի նրանց տեղը կան սիներգիկները, որ ստեղծագործական միջավայր ապահովեն, մինչև էլի մի որոշակի շրջան, որից հետո պիտի փոխարինվեն սինկրետիկներով, պահպանողականներով, որոնք կպահպանեն առկա ստեղծագործությունը։ Հիմա մեր պարագայում, եթե այսպես սոցիալ, իրավական, քաղաքական կամ փիլիսոփայական հարթակներում նայենք, էնտրոպիկները որոշակի դրական գործ արեցին, երբ որ լճացած համակարգ սկսեցին քանդել, որից հետո չկարողանալով որևէ դրական բան ավել տալ, սկսեցին անցում կատարել դրական համակարգերի քանդմանը։ Նրանց կոչումը, նրանց ուղեղը, նրանց մտածողությունը քանդող մտածողություն է։ Հետևաբար նրանք կարող են բոլոր համակարգերը քանդել, այդ թվում արժեքային համակարգերը, բայց ունակ չեն տեղը նոր բան առաջարկել։ Իսկ այդ առաջարկները միայն կրկին իրենցից են կախված, թե այդ առաջարկները գալիս են պիտի ընդունել դրանք։ Եվ դա եւ նա, երկուսն էլ հնարավոր են, իհարկե, հնարավոր են եւ իրենց մտքում ինչ որ բան առաջանա, որը հույս չունեն, որ կառաջանա, բացի բացական բաներից, եւ հնարավոր է, որ այս կամ այն տեղից կան դրական կամ բացական տեղերից, այսինքն իշա ազգային, իօքուտ ազգային շահի սպասարկման կամ իվենաս ազգային շահի սպասարկման, իսկ մարդիկ, ովքեր որ ստեղծագործելու ունակ չեն կամ դրական ստեղծագործություն իրացնելու ունակ չեն, շատ հեշտությամբ կարող են
յուրացնել բացասական ինֆորմացիան եւ դա իրենց կարծիքով անգամ հավատան, որ դա դրական բան է, սկսեն կենսագործել։ Այդ ճիշտ է, մենք քանդման process-ն ենք կարծես թե տեսնում, բայց միշտ խոսվում է այն մասին, որ կառուցվում է եւ կառուցվում են նոր դաշնակցային հարաբերություններ, դրա մասին անդադար է վերջին տարիներին խոսվում։ Այ դաշնակցային հարաբերությունների բովանդակությունը ինչպես է փոխվել եւ իրականում շահի հիման վրա է կառուցված ինչպես որ միշտ եղել է, թե ամեն դեպքում այլ արժեքներ են այստեղ ի հայտ եկել։ Միջազգային հարաբերություններում միշտ շահն է, որ հիմնական գործ ունի, կարող են անցյալ գործոններ լինեն, կարող են նոր բառեր հորինվել, որոնք կծածկեն այդ շահը, ասենք, չգիտեմ, ժողովրդավարություն, մարդու իրավունքների բնության պահպանություն եւ այլ, բայց սրանք միշտ միջազգային հարաբերություններում եղել են, կան եւ կմնան որպես գործիքներ առանձին պետությունների շահերի սպասարկման համար, հա, բառեր են, բառապաշարներ են, դիվանագիտական հնարքներ են, լավ է, որ փոխվել է դիվանագիտական լեզուն։ Այո, էականորեն փոխվել է, եթե այլ ուշադիր նայեք, անգամ մեծ տերությունների խոսույթում փոխվել է, եթե նախկինում օրինակ մեծ տերությունները անգամ ովքեր որ 45-46 թվականին ստեղծված աշխարհակարգի հեղինակներն էին, խոսում էին մագի կանոնադրության լեզվով, այդ թվում ուժի կիրառելու ժամանակ, այնտեղ երկու բացառություն կա ուժի կիրառելու ինքնապաշտպանություն եւ մահքի անվտանգության խորհրդի թույլտվություն, հիմա այս լեզուն մոռացվել է կամ շատ քիչ է օգտագործվում եւ հիմնականում խոսում են, այսպես ասած, ուժեղ տղայական, այսպես դիրքերը զբաղացնող անձի լեզուներով, որոնք բոլորովին դիվանագիտական լեզու չեն կամ էլ նոր 21-րդ դարի միգուցե դիվանագիտական լեզուն են փորձում դառնալ։ Սա հենց խորհրդանիշ է, որ նախորդ աշխարհակարգը իր միջազգային իրավակարգով դադարել է սպասարկել գեոպոլիտիկ քաղաքականություն։ Իսկ այն համակարգերը, որոնք որ նախորդ աշխարհակարգի համար էին ստեղծված, այդ թվում ՆԱՏՕ համակարգը, այդ թվում ԱՊՀ շրջանակներում ռազմական համագործակցության, ՀԱՊԿ համակարգը եւ այլը, զարգացման այնպիսի փուլի են հասել, երբ որ բախումը միմյանց միջև արկառազմական կամ քաղաքական, այսպես ասած, միությունների ամեն գնով չեն ցանկանում, որ իրական դառնա։ Ինչի, որովհետև դա կնշանակի, որ երրորդ աշխարհամարտի ակտիվ ֆազային փուլ ենք մտնում, հա, դրա համար բոլորը խուսափում են։ Դրա համար այսպես ռազմական միությունները իրենց արդյունավետությունը դադարել են, ապահովել, ավելի լոկալ է։ Պասիվ փուլում են եւ որովհետև շատ դժվար է, ասենք, քանակը ռազմական միություններում պետությունների քանակը ավելացել է, ներքին հակասությունները շատացել են։ Նա պատկերացրեք ՀԱՊԿ-ին մենք ուզում ենք համոզենք, որ գա մեզ օգնի Ադրբեջանի դեմ պայքարում։ Ադրբեջանի հետ ավելի լավ համագործակցային հարաբերությունների մեջ են ՀԱՊԿ գրեթե բոլոր պետությունները, բացի Ռուսաստանից կարելի ասել նույնչափ մեզ հետ է լավ հարաբերությունների մեջ, քան որ Ադրբեջան։ Իսկ մյուսները իօքուտ Ադրբեջանի են ավելի լավ հարաբերությունների մեջ։ ՆԱՏՕ-ի ներսում, տեսեք Թուրքիա, Հունաստան հակամարտությունը, ՆԱՏՕ երկու անդամ պետություն են, ինչ անի ՆԱՏՕ-ն։ Կամ Թուրքիան եթե վաղը մյուս օր ինչ-որ մեկ այլ պետության հետ մտնի ռազմական բախման մեջ, արդյոք ՆԱՏՕ-ի բոլոր անդամները կաջակցեն Թուրքիային եւ կօգտվեն եւ կկիրառեն 5-րդ հոդվածը ՆԱՏՕ-ի կանոնադրության, հա, կոլեկտիվ պաշտպանության։ Այսինքն մենք այն վիճակում ենք, որ արդյունավետությունը այս միությունների պակասել են եւ սա էլի խորհրդանշում է, որ նոր գործիքներ են պետք, նոր միջոցներ են պետք, նոր իրավունք է պետք։ Իսկ ովքեր են ստեղծողները։ Հաղթողները։ Կան հաղթողներ, ովքեր են այսօր բոլորը պարտվում են։ Այո, բոլորը ինչպես տեսնում ենք պարտվում են, իսկ հաղթողները ոնց են ծնվելու։ Իմ, այսպես ասած, չասեմ կանխատեսմամբ, բայց եթե փորձենք գիտության մեթոդաբանությամբ ուսումնասիրել եւ ապագան հասկանալ ինչ ճանապարհով է գնալու, մոտ 5-ից 10 տարի process-ը ձգվելու է։ Այս process-ը եւ դրանից հետո ով կհասնի վերջնակետին եւ ով այդ իրավունքը ձեռք կբերի գրելու նոր աշխարհակարգի կանոնները, դժվարանում եմ ասել, մի բան պարզ է, որ նրանք ովքեր ավելի շատ ռեսուրս են գեներացրել եւ ռեսուրս ունեն, նրանք շատ ավելի մեծ հնարավորություն ունեն ավարտին հասնելու եւ հեղինակելու նոր աշխարհակարգի կանոններ։ Ինչ կարեւորություն ունի այսօր բանակը։
մեզ համար թե ընդհանրապես առհասարակ այս աշխարհի համար ու նաև մեզ համար այդ տեսնում ենք որ բանակի փոփոխության process է գնում ամենայն դեպս դրա մասին խոսվում է անընդհատ թվի կրճատում են փորձում իրականացնել այլ մեթոդաբանությամբ պետությունը պաշտպանելու ձևեր են փորձում հորինել որն է նոր այդ մեխանիզմը որը աշխատող պիտի լինի Իսկ էլի մի քանի գործոններ են ազդում բանակաշինության գործընթացի վրա նախ սկսենք սոցիալ-հոգեբանական գործոնից մարդիկ ավելի շատ ուզում են ապրել որ նշեցինք պարզապես երջանիկ լինելու համար հաճույք ստանալու համար քան օրինակ հանուն պետության հանուն հայրենիքի հանուն ինչ որ ավելի մեծ արժեքի քան իրենց եսն այդ այնտեղ որտեղ հաց այնտեղ կած գաղափարախոսությունը կարծես թե տեղավորվում է չէ՞ այդ նույն տրամաբանության Այո, բայց դա քոչվորների տրամաբանություն է եղել, նա քոչվորական հոգեբանություն է եղել եւ քոչվորներն են դա տարածել։ Ես վստահաբար գտնում եմ, որ հայ ազգի մեջ այդ հոգեբանությունը չի եղել, պարզապես դա արհեստականորեն ներմուծվել է։ Որտեղ դա ընդհանրապես քոչվոր ցեղերին հատուկ հոգեբանություն է, մենք քոչվոր չենք առնվազն մեր թվարկությունից առաջ 3-4 հազարամյակից սկսած, ասենք բնիկ ենք դարձել։ Դրա համար դա այլ գործոն է։ Այս հեդոնիզմը, այս երջանկության պաշտամունքը, հաճույքի պաշտամունքը դա սոցիալ-հոգեբանական կոմպոնենտն է, որը ազդում է բանակաշինության վրա, եւ մարդիկ պատրաստ չեն կամ չեն ցանկանում զոհաբերվել հանուն արժեքի գաղափարի եւ այլ ուզում են պարզապես ապրել, հաճույք ստանալ, կենսաբանական պահանջմունքները բավարարել։ Բայց իսկ դա թելադրվել է թե դա եղել է մարդկանց մեջ ամեն դեպքում մարդը իր բնույթով ինչպիսին է այսինքն դա իծնե է լինում մարդու մեջ պետքա զարգացնել այդ հատկությունը թե ամեն դեպքում ղեկավարները միշտ իրենց ռոպագանդայով իրենց վարքագծով փորձում են ավելի ակտիվացնել դա ինձ թվում է դա մարդու բնույթով է պայմանավորված սոցիոլոգներն ու հոգեբանները ավելի խորքային պատասխան կտան բայց ինձ թվում է մարդու բնույթով է պայմանավորված պահանջմունք է կենսաբանական պահանջմունքը մարդկային ամենացածր պահանջմունքն է պետությունները եւ մշակույթները ու պետությունը որպես մշակույթի մաս կոչված են որ մարդու մոտ զարգացնեն նաեւ հոգեբանական շերտը միայն կենսաբանականը չլինի հա որովհետեւ եթե թողնենք եթե չմշակենք մարդու հոգեբանությունը եթե չդաստիարակենք սերնդին եթե նրանց նոր արժեքային համակարգ չտանք մարդը հետ կվերադառնա բնական միջավայր կենթանական միջավայր Հա, հասկանում եք, դրա համար կրոնը, պետությունը կամ գաղափարները, փիլիսոփայությունը կոչված են մշակելու մարդուն, զարգացնելու, ընդգծելու նրա առաքինությունը եւ հետեւաբար նաեւ տալու ինչ որ առաքելություն, որ մարդ ապրի ոչ թե պարզապես վերարտադրվելու համար, այ իր տեսակը շատացնելու համար, այլ նաեւ այդ շատացնելու զուգահեռ իր գաղափարական տեսակը զարգացնելու համար, որպեսզի իր հաջորդ սերնդին տա ավելի որակյալ կյանք, ավելի մեծ իմաստ, որովհետև կյանքի իմաստը պարզապես ուտելն ու բազմանալը չէ, հա, ավելի մեծ իմաստ պետք է ներդրի, որ մարդը տարբերվի մնացած կենթանական էակներից։ Այլապես Արիստոտելը ասում էր, չէ, քաղաքից դուրս կամ պոլիսից կամ պետությունից դուրս մարդը կամ պարզապես կենթանի է կամ աստված է։ Նիչեն էլ ավրացնում էր, որ կա երրորդ տարբերակը փիլիսոփա էլ կարող է լինել, հա, այդ տարբերակը։ Բայց էլի ձեր հարցի պատասխանը բանակաշինության բaragam մենակ էս հեդոնիզմը չէ։ Մենք գործ ունենք նաև տնտեսության փոփոխության հետ եւ տնտեսության փոփոխության զուգահեռ նաև այն գործիքների փոփոխության հետ, որով որ մարդիկ պատերազմելու են եւ պատերազմում են այսօր։ Հետեւաբար միայն մարդկային ուժի վրա շեշտադրումը դա արդեն 4-րդ սերնդի պատերազմներին է հատուկ կամ մինչև 4-րդ սերնդի պատերազմներին է հատուկ։ Դե մենք 4-րդ սերնդում ենք մնացել։ Մենք 3-ից 4-րդ սերնդում այո, այդ անցումային փուլում։ Մեր պատերազմը 20 թվականի 5-րդ սերնդի էր, մենք դրան պատրաստ չենք։ Բայց մենք կրկին պատրաստվում ենք այդ սերնդի պատերազմին։ Մենք նորին կարծես թե կրկին չենք էլ պատրաստվում։ Այդ բոլոր ռազմական գործիչների եւ գեներալների խնդիրն է, որ նրանք պատրաստվում են անցյալի պատերազմներին, այլ ոչ թե ապագայի պատերազմներին։ Բայց միևնույն ժամանակ ինչքան էլ տեխնոլոգիաները զարգանան, ինչքան էլ պատերազմելու գործիքներն ու միջոցները փոփոխվեն, մարդկային ներուժը միշտ մնում է կարևոր հիմքը յուրաքանչյուր բանակի։ Դրա համար ես չգիտեմ, օրինակ Հայաստանի Հանրապետությունը միշտ ճանապարհով է գնում բանակաշինություն, որտեղ շատ ցակուցրիվ ինֆորմացիաներ կան, հստակ համակարգում չկա։ Բայց միևնույն ժամանակ մենք պետք է
խորապես ընդգծենք, որ մարդկանց ներգրավվածությունը բանակի ամենօրյա աշխատանքին պետք է ընդգծված լինի։ Առանց այդ էլ քանակով քիչ ենք։ Մի հատ էլ բանակում ծառայեն շատ ավելի քիչ զինվորներ, ավելի քիչ պատրաստվածության խնդրեմ կունենանք։ Եվ ես ավելի շատ մոտ եմ այն գաղափարին, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, կին թե տղամարդ պետք է նվազագույն գիտելիքներ ունենա ռազմական արվեստի բնագավառում, այո, անհրաժեշտ պաշտպանության բնագավառում եւ նաեւ պատրաստ լինի ցանկացած պահի մեկնի սահման եւ պաշտպանելու սեփական հայրենիք։ Պարոն Սիմոնյան, այսօր նաեւ շատ է խոսվում երկխոսելու, բանակցելու մասին, դե կարծում եմ դա միշտ էլ եղել է, բայց այսօր մենք ամենայն դեպս տեսնում ենք, թե թշնամիների հետ երկխոսությունները, նոր հարաբերությունների ձևավորումը, առհասարակ փորձենք նաեւ հասկանալ, թե երկխոսության իմաստը որքանով է փոխվել այսօր եւ ինչ դաշտ է պետք երկխոսելու համար, արժեքային համակարգից սկսած մինչև այդ հարմար միջավայրը, էլի մենք ինչ պայմաններ պիտի ունենանք, որ այդ երկխոսությունը իրականին մոտ լինի։ Դե նախ մենք պետք է սկսենք երկխոսել իրար հետ, մեր հասարակության ներսում, հա, որպեսզի նախ դրա մշակույթը զարգացնենք, իսկ դա եթե անգամ եղել է նախկինում, հիմա կարելի ասել չկա։ Երկխոսելու մշակույթ չկա, գոռում ենք իրար վրա, բանավիճելու մշակույթ էլ չկա։ Չկա, այո։ Ես համալսարաններում գիտեմ, Երևանի պետական համալսարանում այդպիսի ակումբներ կան, բանակցություններ են երեխաները, ուսանողները զարգացնում։ Այո, դա շատ դրական է, շատ լավ է, բայց ինչպես միշտ ավագ սերունդը չի սովորում երիտասարդ սերնդից եւ մեկ ասում եմ կարող է պետքա զրկենք ավագ սերնդին, երիտասարդ սերնդին դաստիարակելու հնարավորությունից, որովհետև վերարտադրվում է ավագ սերնդի բացասական բոլոր որակները երիտասարդների մոտ։ Որ երիտասարդներին թողնես իրանք իրենց ավելի լավ կդաստիարակեն, քան եթե ավագ սերնդին թույլ ես տալիս, որ մտնեն այդ դաստիարակության process-ի մեջ։ Որովհետև արժեքներ են նաև փոխվում ու ժամանակները այլ բան են թելադրում։ Այո, դա նաև քաղաքականության մեջ, մնացած բնակավարներում էլ քաղաքականության մեջ։ Հիմա մեր երիտասարդները եթե ունեն բանակցելու, այսպես ասած, ցանկություն իրար հետ խոսելու ու զարգացնելու, եթե, չգիտեմ, մի սերունդ հետո թողնենք, որ այսպես զարգացում տեղի ունենա, մի սերունդ հետո միգուցե նաև հասարակության ներսում իրար լսելու, իրար հետ խոսելու մշակույթը կզարգանա։ Այդ դրանից հետո մենք արդեն պատրաստ կլինենք նաև դրսում մեր գաղափարները առաջ տանեն, թե չէ հիմա ասում են պարտված պետություն ես, ուրեմն ինչ քեզ ասեմ, պիտի կատարես, այդպես չէ։ Այդպես չի, իհարկե, որովհետև պարտված պետություններ նաև Ադրբեջանը։ Այո։ Վառ օրինակ մեր մոտ։ Այո։ Իսկ այդ բանակցելուց երբ խոսում ենք, այդ երկխոսությունը ինչն է խնդիրը, որ քանդվել է, ինչի շուրջ չենք կարողանում մենք երկխոսել եւ առհասարակ խնդիրը որն է, մեր գոռոզությունն է, մեր, չգիտեմ, անդադար բոլորին վերևից նայելն է, որ բոլոր հարցերում այդ թշնամու հարցում էլ մենք միշտ վերևից էինք նայում, մտածելով, որ երբեք ադրբեջանցիները չեն կարող մեզ պարտության մատնել, ու այդ գաղափարախոսությամբ մեր մեծերն են նաեւ մեզ սնել ու մենք պատրաստ չենք այդ պարտությանը։ Այ խնդիրը դա է, որ մենք չենք կարողանում եւ չենք սիրում խոսել միմյանց հետ ու ճիշտը խոսել։ Բոլորը միասին կարծում եմ, պլյուս շատ ավելի այլ գործոններ, ցանկացած կենցաղից մինչև քաղաքականություն, եթե դուք ուսումնասիրեք ներքին խոսույթը մեզանում, մարդիկ բանավեճի մեջ մտնում են, արդեն իսկ ունենալով իրենց բացարձակ ճշմարտությունը եւ տեղ չթողնելով, որ այդ ճշմարտությունը հնարավոր է նաեւ փոփոխության ենթարկվի։ Բայց մենք գիտենք անտիկ աշխարհից սկսած, որ երկխոսությունը ճշմարտությունը բացահայտելու միջոց է, ոչ թե արդեն իսկ քո, այսպես ասած, արկա ճշմարտությունը դիմացինին պարտադրելու միջոց է։ Ու նաև դրա արդյունքում գուցե հաշտության գալու։ Միգուցե դա հաշտության գալու եւ անգլիական օրինակ պետականության զարգացման օրինակը հենց դրա մասին է։ Նրանք 19-րդ դարում մի հատ մեծ հեղափոխություն արեցին, հանրապետություն ստեղծեցին, հետո դրանից հետո հիասթափվեցին հանրապետությունից, վերականգնեցին միապետությունը, հետո մի հատ փառավոր հեղափոխություն արեցին 1680 թվականին, որից հետո հասկացան, որ որպիսի իրար չկոտորեն ներսում եւ որպիսի այդ մեծ էներգիան դրսում աշխատացնեն, իրենց պետք է ներսում կոմպրոմիս։ Եվ ամբողջ պետական ապարատը սկսեց ձևավորվել կոմպրոմիսային քաղաքականության շրջանակներում, երկուսակցական համակարգը ձևավորվեց տորիների եւ վիգերի, պապանողականների ու լիբերալների։ Դրանից հետո արդեն արկա ներուժը, որը նաև նախկին լորդերի մոտ կար, պաշարների տեսքով նոր
այսպես ասած մտավորականների ձեռքում կար, նոր ինդուստրիալ հեղափոխության կրողների կամ նոր կապիտալիստների ձեռքում կար, այս ամբողջ պաշարը սկսեց ծառայել պետության համար, ոչ թե իրար դեմ սկսեցին աշխատացնել հյուծելով, այլ միախառնեցին եւ սկսեցին ձևավորել բրիտանական կայսրությունը դրսում, այլ ազգերի հաշվին։ Այդ հաշտության ճանապարհին ինքնությունը չկորցնելը դժվար է տրվում։ Միշտ ինքնությունը չկորցնելու վտանգ կա։ Երկխոսել, հետո փորձել հաշտության գալ, պիտի զիջումներով էլ նաև չէ լինի։ Այո, որpիսի մարդ գնա զիջման, ինքը նաև գիտակցաբար պետք է հասուն լինի։ Մեր հանրության հիմնական խնդիրներից մեկը, ինչպես նաև մեզ շրջապատող շատ հանրությունների խնդիրներից մեկը չափահասության մեջ է։ Տարիքով մենք բազմահազար տարիների ազգ ենք, հա, 5-6 հազար տարվա ինքնություն ունեցող ազգ կարող ենք համարել, նաև կամ էթնոս կարող ենք համարել, բայց որպես հանրություն, պետականություն ունեցող հանրություն, մենք երևի 14-15 տարեկան երեխայի հոգեբանություն ենք դրսևորում։ Զգայական ձևերով, զգայական իմպուլսիվ ձևով ենք քաղաքականություն վարում, ներսում կենցաղներ է մեր շատ զգայական իմպուլսիվ։ Որպեսզի հաղթարենք այս ամեն ինչը, մենք պետք է համարձակություն ունենանք օգտվելու սեփական բանականությունից։ Կանտի տերմինաբանությունն եմ ասում, որը այն հիմնական գիծն է, որը տարբերում է անչափահաս մարդուն եւ չափահաս մարդուն։ Մենք չափահաս եղել ենք, բայց շատ հետաքրքիր հարց եք տալ, ես մի հատ աշխատանք ունեմ, այդ աշխատանքում դրան շատ անդրադարձել եմ, չափահաս դառնալու, այսպես ասած, սահմանին մոտեցել ենք, նորից անկում ենք ապրել, նորից մոտեցել ենք, նորից անկում ենք ապրել։ Հիմնականում այն դատողական չափահասությունը չենք անցել այդ սահմանը, որովհետև միշտ զգացմունքը մեզ գերել է։ Օրինակ Կոմիտասը շատ հետաքրքիր մի հատ արտահայտություն ունի, ասում է հիմնական մեր խնդրեմը մեր սրտի մեջ է։ Տեսեք ինչ ասում։ Սրտի մեջ է, որովհետև ասում է տարիների, դարերի, այսպես ասած, այլ երկրներ, այլ ցեղերի, այլ ազգերի, այսպես ներհոսքը դեպի մեր միջավայր փոխել է մեր սիրտը։ Եվ մեր սիրտը հայկական այլևս չէ։ Բյուզանդա-բաբելական կարող է լինել կամ այլ ազգերի սիրտ կարող է լինել եւ հայկականությունը կորցրել ենք։ Դրա համար ամեն անգամ, երբ որ որոշումը մենք կայացնում ենք, գցում ենք սրտի վրա, որը հայկական չէ։ Եվ այն հույզերը, որով պայմանավորված որոշում ենք ընդունում, տանում է մեզ հերթական կործանման։ Պատմությունը անդադ ցույց է տալիս։ Որն է սրա հաղթահարման ճանապարհը։ Բանականության զարգացումը։ Ֆրանսիացիները ֆրանսիական հեղափոխությունից հետո հռչակեցին բանականության պաշտամունքը որպես սեփական աստվածություն, իհարկե դա այսպես ձևական առումով արեցին, որպեսզի կաթոլիկ եկեղեցուն վերանայեն, բայց այդ այսպես ասած սիմվոլիկ ակտը շատ կարևոր էր, որովհետև նրանք խորհրդանշեցին հանրային գիտակցության անցումը զգայականից ռացիոնալի, բանականի։ Մեզանում դա տեղի չի ունեցել եւ ոչ ոք չի ուզում որ տեղի ունենա, եթե խոսքը վերաբերում է քաղաքական միջավայրին այսօրվա։ Ընդդիմությունը, իշխանությունը, այն բոլոր ուժերը, ովքեր հարում են իշխանությանը կամ ընդդիմություններին, բոլորը բացառապես խոսում են զգայական մակարդակում, որը հայկական չէ, ինչպես Կոմիտասներ ասում։ Ես շնորհակալ եմ ձեզ զրույցի ու հատկապես լավ վերջաբանի համար։ Հուսանք, որ մեր սիրտը կվերափոխվի հայկականի։ Շնորհակալ եմ։ Մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ Թարմ ուղեղով իմ զրուցակիցը իրավաբան եւ նախկին падգամավոր Տարոն Սիմոնյանն էր, իսկ դες համար Մոնիկա Մամյանը աշխատեց։ Լավ եղեք, կհանդիպենք։